Ինչ է փոխվել Հայաստանում վերջին 8 տարիներին։ Ծրագրեր, որ փոխեցին Հայաստանը, երկրի զարգացման ընթացքն ու տեմպը։ Թվեր եւ փաստեր առանց մեկնաբանության։ Կառավարությունը քաղաքացու կողքին։ Հայաստանի Հանրապետության կառավարության, Firebird ընկերության եւ Nvidia-ի համագործակցությամբ Հայաստանում կառուցվում է տարածաշրջանում առաջին արհեստական բանականության տվյալների կենտրոնը։ Ծրագրի բյուջեն 4 միլիարդ դոլար է։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 4.5 միլիարդ դրամ է հատկացրել Երևանի պետական համալսարանում նոր գերհամակարգչի ձեռքբերման համար։ Ինժեներական քաղաք պետություն մասնավոր գործընկերության ձևաչափով ներդրումային ծրագրի բյուջեն 21 միլիոն դոլար է, 10.5 միլիոն դոլարը ֆինանսավորում է կառավարությունը։ 16 միլիոն դրամ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին սեփական տուն կառուցելու համար։ Կառավարության աջակցությամբ մինչև 2027 թվականի ավարտը 3736 ընտանիք կունենա սեփական տուն։ 2179 զինծառայող մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեկային վարկավորման ծրագրով բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2026 թվականին 18 թվականի համեմատ գրեթե 130%-ով ավելացրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բյուջեն։ Պաշտպանական ծախսերը 18 թվականին կազմել են 245 միլիարդ դրամ, իսկ 26 թվականին 563 միլիարդ դրամ։ Կառավարությունը 2022-ից ի վեր շուրջ 170 միլիարդ դրամ է ուղղել տեղական ռազմավարությունաբերական համալիրի զարգացմանը եւ տեղական արտադրողներից սպառազինության ձեռքբերմանը։ Կառավարությունը նոր ռազմամթերք եւ սպառազինություն է ձեռք բերել 7 երկրից։ Կառավարությունը 2023-ից 26 թվականներին սպառազինության վրա 5.4 անգամ ավելի շատ գումար է ծախսել, քան այդ նպատակով ծախսվել է 1998-ից 2018 թվականներին։ Ղարաբաղից տեղահանված 28232 անձ ստանում է կենսաթոշակ եւ նպաստ։ Բնակապահովման ծրագրին դիմել է 12265 ընտանիք։ Արդեն հավաստագիր է ստացել 6193 շահառու, որից 2857-ն արդեն ձեռք է բերել կամ սկսել է տուն կառուցել։ Կառավարությունը Երևանամերձ համայնքներում բնակարան ձեռք բերելու համար տեղահանված ընտանիքի յուրաքանչյուր անդամի տրամադրում է 4 միլիոն դրամ։ 2018 թվականին Հայաստանի արտահանումն ու ներմուծումը միասին կազմել են 7.4 միլիարդ դոլար, իսկ 2025 թվականին 21.4 միլիարդ դոլար։ 2018 թվականին արտահանումն ընդհանուր արտադրաշրջանառության մեջ կազմել է 32.4%, իսկ 25 թվականին 39.3%։ 2025 թվականին 2018 թվականի համեմատությամբ արտահանման ծավալն աճել է 250%-ով։ 18 թվականին Հայաստանն արտահանել է 2.4 միլիարդ դոլարի, իսկ 25 թվականին 8.4 միլիարդ դոլարի արտադրանք։ Առողջապահության բյուջեն 2018 թվականի համեմատ աճել է 106%-ով, 18 թվականի 79.6 միլիարդ դրամից 25 թվականին հասնելով 164 միլիարդ դրամի։ Կառավարության ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականի ավարտը վերակառուցել, կառուցել կամ վերազինել առնվազն 50 առողջապահական կազմակերպություն։ Կառավարությունն այս տարի ներդրել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ։ Նվազագույն կենսաթոշակը 2026 թվականին 18 թվականի համեմատ բարձրացել է 187.5%-ով։ Կենսաթոշակառուները 2026 թվականի ապրիլի 1-ից անկանխիկ եղանակով վճարումներից ստանում են մինչև 20%-ի չափով հետվճար։ Միջին աշխատանքային կենսաթոշակի եւ անկանխիկ գործարքներից տրվող հետվճարի միջին չափի հարագումարն առաջին անգամ բարձր է մեկ շնչին բաժին ընկնող նվազագույն սպառողական զամբյուղից։ 2025 թվականին կառուցված ճանապարհների ծավալը 2018 թվականի համեմատ աճել է 168%-ով, ավելի քան 2.5 անգամ։ 2025 թվականին հանրապետությունում կառուցվել, վերակառուցվել եւ հիմնանորոգվել է 504 կիլոմետր ճանապարհ։ 2018 թվականից մինչև օրս Հայաստանում ստեղծվել է 280,000 աշխատատեղ։ 2025 թվականին սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ աճել է ուշադրություն 1976%-ով, մոտ 21 անգամ։ 2025 թվականին կառավարությունը ֆինանսավորել է 33 միլիարդ 635 միլիոն դրամից սուբվենցիոն ծրագրեր։ 2026 թվականի ավարտին շահագործման կհանձնվի կառուցված եւ հիմնանորոգված 500 մանկապարտեզ եւ 308 դպրոց։ Հայաստանի 244 բնակավայր առաջին անգամ կունենա մանկապարտեզ։ 2025 թվականին Հայաստանը ժամանել 37%-ով ավելի զբոսաշրջիկ, քան 2018 թվականին։ Անկախությունից ի վեր 2025 թվականն առաջին տարին է, որ արձանագրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքերի եւ ելքերի դրական տարբերությունը՝ 8660 մարդ։ 2018 թվականի համեմատ 2025 թվականին Հայաստանում 91.3%-ով աճել է հյուրանոցների քանակը։
2018 թվականի համեմատ 2025 թվականին շինարարության ընդհանուր ծավալն աճել է 86%-ով։ 2018 թվականի համեմատ 2025 թվականին Հայաստանում շահագործման է հանձնվել 680%-ով ավելի քառակուսի մետր բնակելի տարածք։ 2018 թվականի համեմատ 2025 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքն աճել է 88%-ով։ 2018 թվականի համեմատ 2025 թվականին Հայաստանի մեկ շնչին ընկնող հնան աճել է 116%-ով։ 2018 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.6%, 2025 թվականին 9.1%։ 2018 թվականի համեմատ 2025 թվականին Հայաստանում ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալն աճել է շուրջ 128.6%-ով։ Միջազգային արժութային հիմնադրամի հետազոտությունների համաձայն Հայաստանում ստվերային տնտեսությունը 2018-ին կազմում էր հնայի շուրջ 35-ից 40%-ը։ Վարչահարության եւ թվայնացման արդյունքում ստվերի մակարդակը կրճատվել է, հասնելով հնայի շուրջ 20-ից 22%-ի սահմաններին։ 8 տարի հազարավոր ընտանիքներ, հարյուրավոր ծրագրեր, միլիարդավոր ներդրումներ։ Հայաստանի Հանրապետության զարգացման մասին կարելի է տարբեր կարծիքներ ունենալ, սակայն թվերը մեկ առանձնահատկություն ունեն՝ դրանք խոսում են փաստերով։ Սրանք վերջին 8 տարիների արդյունքներն էին թվերով եւ փաստերով։